Գյուղմթերքի արտահանումը այդ գիտություն է, լուրջ գիտություն է։ Հասկանում եք ինքը այդ արժեշղթը, որի մեջ կիրառվում է շատ հետաքրքիր գիտելիքներ, ֆիզիկա, քիմիա, ամեն ինչ։ Այդ որ մթերման կայանների մասին է, որ մենք խոսում ենք, անդադ խոսում ենք, այդ մթերման կայանները նրա համար է, որ դու չբարձես ծիրան, ինք իրան գնա, կեսի ճանապարհին փչանա, կեսը թափի եւ այլն եւ այլն։ Այդ ծիրանը քաղելուց հետո, երբ որ եկավ մթերման կայան, այդտեղ համապատասխան ջերմային պայմաններում սորտավորումա տեղի ունենում, տրամաչափում, փաթեթավորում, տարայավորում, պահպանություն, այսինքն երկու օր պիտի պահպանվի սառնանային պայմաններում, որ ադապտացի, ոչ թե դաշտից քաղեն ու լցնեն ֆուրը գնան, ու այդ կոնդենսացիայի պատճառով ծիրանի ինչ-որ մաս փչանա կամ ահագին մաս փչանա, իսկ այդ փչացած ծիրանը կպնելով մյուսին նայել փչանա կամ այլ գյուղմթեր։ Դու նաև պենետրոմետր կոչվող սարք կա, որ այդ սարքով այդ պտուղ բանջարեղենի խտությունն է ստուգում հասկանալու համար, բանաձևերով հասկանաս, այս ծիրանը այս ջերմային ռեժիմում քանի օր կդիմանա։ Ոնց ճանապարհ կանցնի, ոնց չի անցնի, բա ամբողջ աշխարհը որ այդ արտահանումները անում են, իրանց մոտ հաջողում է Լատինական Ամերիկայից ապրանքը բերում հասցնում են Ռուսաստան ու Եվրոպա, այդ գիտության շնորհիվ է։ Մենք եթե չունենք այդ գիտությունը ընդհանրապես sense տարերայնորեն բարձի թողի վիճակում, դու ոչ մի բան էլ չես կարող հասնել։ Եվ այստեղ պետք է նշեմ նաև այն, որ մեր շուկան ըստ էության 90%-ով, եթե չեմ սխալվում, կապված է հենց ռուսական կողմի հետ։ Այսինքն, եթե մենք փորձ ենք անում ռևերս իրականացնել ու փոխել ուղղվածությունը, հետևաբար նաև հարց առաջանում, թե ինչպեսին են լինելու այդ հետևանքները, որովհետև ինչպես նշվեց, տարբեր են ստանդարտները շուկաների, ԵԱՏՄ-ի եւ Եվրոպական միության։ Հիմա տես, մի հատ շատ հետաքրքիր բան ասեմ։ Երբ որ դու, այսինքն ցանկացած պետություն պարտավորվա շուկայի դիվերսիֆիկացիա իրականացնի, որ կախված չլինի մի շուկայից։ Մենք ունենք խնդրահարույց Լարսի անցակետ, որը տարվա մեջ կարող մի 3-4 ամիս փակվի, բացվի եւ այլն եւ այլն։ Երբ որ դու պետության ղեկին ես, այդ դիվերսիֆիկացիան վաղուց պիտի անեի, որ հիմա այս ֆորս մաժորային պայմաններում ստիպված ուղեցույց չաներ, մեկ էլ մի քանի տնտեսվարողի խնդրե պահանջել են ամեն ինչ արել են, որ գոնե 500 կիլո ծիրան, հեսա մոտավորապես 3 շաբթի, 4 շաբթի, մի 300-500 կիլո կամ մի տոննա ծիրանա գնալու ֆրանսիական շուկա ինքնաթիռով, որ հեսա դնելու են սենց հայտարարեն, այո, մենք մտանք եվրոպական շուկա։ Դա անելուց առաջ, հա, այդ զուտ քարոզչության համար, նույնը 9500 ու 5500-ա ծաղկի պատմությունը, որ այդտեղ իրանց հասարակ բան իմ ընկեր Դավիթի բան ծնեբեկը Սինգապուր արտանել է, չէ՞, ընդամենը մի տոննա այդտեղ են իր ուժերով, իր կապերով, իր հնարավորություններով Սինգապուր արտանել է մի տոննա ծնեբեկ, այս 3 օրա ԿՊԱ-կան բոլոր լրատվամիջոցները սենց բարձրաձայնում են, մենք գրավեցինք շուկան, ախր չի կարելի էլի նման բան անել, պետք է ռեալ իրականության աչքերին նայես։ Դու չի կարելի մարդկանց էշի տեղ դնել էլի, հա, ինչքան ուզում ես խոսան կամ չէ։ Հիմա այդ շուկայի դիվերսիֆիկացիայի համար, որը նաև ձեր էս տաղավարից 1000 անգամ խոսացել եմ, մոտ 4-5 անգամ խոսացել եմ։ Պետք է մի քանի քայլերի, 10 քայլերի անհրաժեշտություն։ Այդ 10 քայլերը դուք պարտավոր էիք անել, սկզբից մինչև վերջ։ Առաջինը լաբորատորիաների, մեր հայկական լաբորատորիաների վերազինում, ակրեդիտացիա եվրոպական լաբորատորիաների հետ, որ դու ենթադրենք ծիրանը ստեղ տվեցիր մի 500 պարամետր լաբորատոր փորձաքննության, այդ արդյունքը իդենտիկ լինի Գերմանիայի Եվրոֆինս լաբորատորիայի։ Եվ հասկանայր այդ ծիրանի մեջ պեստիցիդների քանակը ինչքան է թույլատրելի նորմից ավելա պակաս է, որ չհանես Ֆրանսիա, ես մի քանի տարի առաջ այտենց միամիտ չնայած էլի այդ ուղեցույցին էլի տիրապետում է։ Իմ ընկերներին օգնեցի, ծիրան արտահանեցին Բելգիա, այդ ծիրանը ոչնչացրեցին ամբողջությամբ, որտեղ մեջը պեստիցիդ հայտնաբերեցին։ Հիմա լաբորատոր վերազինվածություն ակրեդիտացիան 1, երկրորդ ապրանքի արտադրության հետագծելություն է պետք։ Ցանկացած ֆերմեր, որ ապրանք արտադրում է, ես որպես ֆերմերից գնորդ եւ արտահանող
հաշվի ես արդեն ունեմ մտել մանկարան կամ լավ, ուղակի գնորդ եմ։ Ես հետագծելություն ունենամ իր ապրանքի արտադրության, ես իմանամ ինքը որ ամսին ինչ թունաքիմիկատ է օգտագործել, ինչ պարտանյութ է օգտագործել, ինչ քանակի է օգտագործել, որ թունաքիմիկատներն է օգտագործել, որովհետև թունաքիմիկատներ կա ռուսական շուկայում թույլատրելի է, արևմտյան շուկայում թույլատրելի չի։ Այս տարբերակով ես հասկանամ խոսքի այս ծիրանը հանեմ եվրոպական շուկա, թե ռուսական շուկա։ Ու մենակ ծիրանը չէ։ Հետագծելությունը 2, երրորդ օրգանիկ գյուղատնտեսության ռոպագանդա։ Ես օրգանիկ արտադրող եմ եղել մինչև իմ հողերը կորցնելը, մինչև 20 թվականը։ Ինչը բազմաթիվ դժվարությունների մեջով է անցնում, էլի փորձաքննություն եւ այլն եւ այլն եւ այլն, այդ օրգանիկի սերտիֆիկատ ունենալուց քո գործը բավականաչափ հեշտանում է եվրոպական շուկա մտնելը։